Խորհրդարանում կառավարության 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս արտաքին գործերի նախարարը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվա մարտից էր Հայաստանը պատրաստ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, որը նախաստորագրվեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։ Սրան խաղաղության հաստատմանը զուգահեռ նաեւ համաձայնեցվեցին եւ հանրահռչակվեցին այն սկզբունքները, որոնց շրջանակներում տեղի է ունենալու եւ տեղի ունենում արդեն կարող ենք ասել ապա շրջափակումը տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ես ավելորդ չեմ համարում կրկնել այդ սկզբունքները երկու երկրների տվյալ դեպքում Հայաստանի մասին ենք խոսում Հայաստանի ինքնիշխանության տարածքային ամբողջականության սահմանների անձեռնխելության շրջանակներում եւ իրավազորության շրջանակներում 2025-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 4 արտաքին գործերի նախարարները 2 անգամ։ Միրզոյանը թվեց հաստատված խաղաղության օգուտները, չկան կրակոցներ, վիրավորներ կամ զոհեր, կա առևտուր։ Նրա խոսքով խաղաղության համար երաշխավորներ կամ փրկիչներ չեն լինելու եւ խաղաղությունը պետք է նախ շահավետ լինի կողմերի համար, ոչ թե պայմանական երաշխավորների։ Եթե եւ քանի դեռ մեր խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի համար եւ շահավետ կլինի այս դեպքում Ադրբեջանի համար այդ խաղաղությունը կշարունակի գործել։ Սահմանազատման սահմանագծման գործընթացում Ադրբեջանը հրաժարվում է ջերմուկի օկուպացված տարածքներից դուրս գալ։ Լուծումը որն է։ Պետք է արձանագրվի, հասցեագրվի սահմանազատման գործընթացում եւ ով ասաց, որ Ադրբեջանը հրաժարվում է հասցեագրել նաեւ այդ հատվածի սահմանների հարցը սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի ընթացքում։ Միրզոյանը հիշեցրեց, որ սահմանազատման գործընթացի հիմքում Ալմա-Աթայի հռչակագիրն է։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադառնալիս արտաքին գործերի նախարարն ասաց, որ կա դինամիկ, դրական եւ խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ։ Տեղի են ունեցել քննարկումներ Գյումրի-Կարս երկաթուղու եւ ճանապարհի գործարկմանը վերաբերող, ինչպես նաեւ Անիի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորության մասով։ Քննարկվում են նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի հարցինի պատասխան Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան։ Հիմնականում դեղորայքի տեսքով։ Եվ այլ կերպ լինել չէ կարող, ես քիչ առաջ խոսում էի, թե ինչքան կարևոր է եւ ինչ եւ ընդհանրապես ոչ միայն այս պահին դարավոր եւ հազարամյակներով նույնիսկ պետություններից անդին երկու երկրների երկու ժողովուրդները իրար այդպեսի անհրաժեշտություն չենք տեսել շեփորահարելու, բայց որ հարցնում եք նաեւ պատասխանում։ Արարատ Միրզոյանը մեկ անգամ եւս ընդգծեց Հայաստանի հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության կարեւորության մասին, որի վառ ապացույցը համարեց այն, որ այդ թվում եվրոպական շատ երկրների հետ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի։ Լրագրողների հետ ունեցած շփազրույցին Միրզոյանը նշեց, որ Բաքվում պահվող անձանց գերիների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը նույնն է՝ բարձրաձայն եւ հրապարակային չխոսել, այլ աշխատել։ Վստահ ենք, որ բոլոր մնացած պահվող անձանց հնարավորինս շուտապույտ ազատ արձակումը եւս մի քայլով կամրապնդի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Մենք աշխատում ենք այս ուղղությամբ, նաեւ Ադրբեջանի եւ առաջ երթին Ադրբեջանի գործընկերների հետ ենք այս մասին խոսում։ Այս պահին արդյունք չկա, կրկին, էս այն հարցն է, որ կամ կա արդյունք, կամ չէ, աշխատում ենք շատ լավ։ Իհարկե դա մեր չի կարող վերանալ մեր օրակարգից։ Հարցին թե թրիփի մասով գործընթացը կանգնած է, հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե Միացյալ Նահանգների համար թրիփն այս պահին առաջնահերթություն չէ, Միրզոյանն արձանագրեց. թրիփի շուրջ Հայաստանի Հանրապետություն Միացյալ Նահանգներ բանակցությունները չեն դանդաղել եւ բնական ընթացքի մեջ են։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։